Ողջույն Աստծո ժողովուրդ։ Ողջույն բոլորիդ։ Աստված շատ օգնի բոլորիդ։ Նույնպես հարցեր ունենք։ Ողջույն ձեզ։ Ինչպես հիշատակեցիք, թե ամեն հոգի մի հավատացեք, քննեցեք հոգիները։ Հարց. ինչպես քննենք հոգիները։ Քննեցեք հոգիները։ Ինչպես քննենք հոգիները։ Նախ պետք է իմանանք ինչ բան է հոգի, չէ՞, մեր լավ քննենք։ Ինչ բան է հոգի։ Հիսուս Քրիստոսն ասեց իր աշակերտներին. «Այն խոսքերը, որ ես ձեր հետ խոսեցի, հոգի ու կյանք են»։ Այսինքն նշանակում է ինչ, որ խոսքը հոգի է։ Խոսքը հոգի է, կա բարի հոգի, կա չար հոգի։ Կա բարի խոսք, կա չար խոսք, կա բարի գործ, կա չար գործ։ Կա չարի ոգի, կա բարի ոգի, չէ՞, չար ոգիներն ասում են, չար հասկացողությունները, չար գործերը։ Կա ապաշխարության հոգի, կա հակառակության։ Կա հակառակության հոգի, կա կեղծավորության հոգի, որը փարիսեցիներն են։ Շատ կարելի է թվել։ Իրոք էլի մեր աշխարհն է, չէ՞, ունի դες խոսք։ Ոնց ասեմ, հիշեցրայինցի, որ ասում է, այս մարդը չար հոգի ունի։ Եթե չար հոգի ունես, որ մարդը չի ցանկանում մեկին մի բան վատնա ցանկանում, կամ լսում է մեկի դժբախտությունը, ուրախանում է իր մեջ, կողքից ասում է, չար հոգի ունի այս մարդը։ Լսածած կնենք մեկ, այսինքն հոգին հասկացանք, սիրելի հաստատող, որ մարդու գիտակցությունն է, հասկացողությունն է, հոգի։ Իմաստությունն է մարդու հոգի։ Հիմա տեսեք, ես տեղեր կարդամ Աստվածաշնչից ու համեմատենք Աստծո խոսքով, որը ինչ է նշանակը։ Հռոմեացիների 12-րդ գլուխ, 2-րդ խոսքը։ Եվ մի կերպարանվեք, Պողոս Առաքյանն ասում, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Քննեք, տեսեք, ինչն է բարին, հաճելին, կատարյալը։ Աստծո կամքը քննեք, որ ինչ է ուզում Աստված։ Այսօր շատ հավատացյալներ, շատ նորից չեմ կպնում հավատացյալներին, իրանց հասկացողությանն եմ կպնում։ Շատերը սենց են մտածում, Աստված սպանեց Դավիթի միջոցով, Աստված կոտորեց, այսօր էլ Աստված ուզում կոտորի, չեմ հասկանում ինչ հոգու Տեր եք։ Հիսուս Քրիստոսի խոսքերն եմ ասում։ Երբ որ Պետրոսն ասեց, երկնքից արեք կրակ, ասենք թող իջնի սրանց կոտորի այս անհավատ ազգին։ Հիսուսը Պետրոսին ասեց, չեմ հասկանում ինչ հոգու Տեր ես, ինչ հասկացողության Տեր ես։ Ես եկել եմ փրկելու թե կորցնելու։ Հասկանում եք ինչ է նշանակում հոգի։ Հիմա այդ հոգիներին պետք է քննենք։ Լավ, ես մի քանի տեղ կարդամ, հետո նոր տեսեք, հիմա կարդանք Մատթեոսի 16:3-ը։ Այսօր քննում եք, ասում է, երկինքը կարմրել է, քննում եք, որ վաղը պարզալնելու եւ այլը, եւ ասում է եւ առավոտը մրիկ կլինի, որովհետեւ երկինքը պղտորված կարմրացել է, կեղծավորներ, Հիսուսն ասում, երկինքի երեսը գիտեք քննել։ Քննում եք, չէ՞ երկինքի երեսը։ Օրինակ մի հատ օրինակ էլի, ասենք քննում եմ ես երկինքի երեսը, երբ որ բաղջեն ջուր էի անում, ես մեր հողատարածքը։ Ասենք խոտը քաղել էի, պետք է ջուր չընկնի, կնեխի, կփչանա խոտը։ Քննում եմ ես, կփչանա, չեմ թողում կավառները սաղ փակվեմ հանգած ջուր չեթա իմ հնձած խոտի վրա։ Երկրի երեսը քննում եմ ես։ Նույնը Հիսուսն ասում, կեղծավորներ, երկրի երեսը քննել գիտեք, բայց ժամանակների նշանները չեք կարող։ Բա հոգևորը չեք կարող քննել։ Դուք երկնքի երեսը քննում եք, տեսնում եք, որ այն մարդը նրան սպանեց, ոյ արա ինչ վատ արեց, խեղճ մարդ էր, մեղավոր չէր, խի սպանեց էսի, քննում եք դուք։ Այդ ոգուն քննում եք, այդ ինչ հոգի էր, չար հոգի էր, որ սպանեց իրան։ Բա հոգևորը, երկնայինը չեք քննում։ Այդ որտեղուց եկավ այդ մարդու մեջ, ինչ միտք եկավ այդ մարդու մեջ, այդ մարդը մինչև այդ չարեր, ինչի մար սպանեց, ագահության, հարստության համար, կամ ինչի մար սպանեց այդ մարդուն, որ մեղավոր չէր, հա, կամ որ մեղավոր չէր, մահացավ, անմեղ խելոք մարդ էր, կարող է այդ անմեղ խելոք մարդը մի հատ ուրիշ չար բան արել,
Հասկանում եք, մարդու հասկացողությունը, իմաստությունը քննում եք։ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Հիսուսին մարդու մասին ոչ մի բան պետք չէր ասել։ Որտեվ Հիսուսը շատ լավ գիտեր մարդու էությունն ու բնությունը։ Սիրելի հարցնող, այսօր մենք շատ լավ պետք է իմանանք մարդու էությունն ու բնությունը, հատկություններով։ Մենք գիտենք, չէ՞, որ մեր մեջ կա եւ սիրելու հոգի, սիրելու հատկություն եւ ատելու եւ բարկության եւ խաղաղության եւ չարության եւ բարիության եւ ներելու եւ չներելու ինչ որ աշխարհի տակ կա, դրան ունի երկրորդն է։ Այն 666 հատ պատվերները, որ պատվիրանները, որ Աստված տվել է, այն որ ասում է գազանի թիվը, այն որ գազանը 666 հատ մեղ գործելու հատկություն, ընդունակություն ունի, որը մարդու միջոցով այդ իհայտ բերեմ։ Այդ 666 հատ չարության դեմ Աստված պատվիրան ա տվել։ Այն 666-ից մեկը մի գողացիր։ Ուրեմն գողության հատկություն կա մեջը, որ Աստված ասում է մի գողացի։ Մի շնացի, ուրեմն շնության հատկություն կա, որ ասում է մի շնացի։ Մի սպանի, ուրեմն սպանության հատկություն կա, որ Աստված ասում է մի սպանի։ Փաստորեն ինչքան չար հատկություն կա, որը սատանայի հատկությունն է, որը մարդու թիվը հայտության մեջ ասում ու շատ པարզ է։ Գրված իրելի հարցնող։ Այդ 666-ը, որը մարդու թիվը, այդքան պատվիրան Աստված տալի։ Այդ չար հատկություններին ամեն մեկին մի հատ պատմություն, մի արա։ Այսքան պատվիրան ունի Աստված։ Հիմա այս բոլորը հոգիներ է։ Մեկը մյուսի դեմ պայքարում ու պատերազում են։ Այս բոլորը մարդու մեջ է, իմ ու քո մեջ է։ Մեր ուղեղի ձախ կիսագունդն ու աջ կիսագունդն է։ Ձախ կիսագունդը չարությունով լցված է, չար նայում է, չար խոսում է, չար ցանկանում է, չար գործում է, իսկ աջը բարին է։ Միշտ պատվիրաններ իրան մի արա, չի կարելի որ անես վատ կլինի։ Աստվածայինը աջն է, սատանայինը ձախն է։ Այս բոլորը հոգիներն են, որ մենք պետք է քննենք։ Իսկ սիրելի հարցնող մի բան էլ էլի մենան, շատ հետաքրքիր բան։ Ես ո՞նց իմանամ, ո՞նց քննեմ հոգիները։ Չէ, հարցնողը սենց է հարցնել։ Ինչպես կարելի է քննել։ Ո՞նց քննենք։ Ես մինչև չբացահայտեմ իմ մեջ այդ հոգին, ես չեմ կարող քննեմ դրան։ Ես իմ մեջ բանա գալի, միտքա գալի։ Այս մարդուն ծեծա, սպանա։ Կամ խլա այդ մարդու, խափա այդ մարդուց։ Ես մինչև չքննեմ, ես մինչև չհասկանամ, որտեղից է այդ միտքը գալի։ Ինքը անմեղ է, ես კი անեմ էդի։ Խի գողանամ իրանից, այդ իրանն է, իմը չի։ Եթե ես քննեմ ու հայտնաբերեմ իմ մեջ, այն ժամանակ ես արդեն աստվածային հոգու շնորհիվ ես պետք է քննեմ էդի, որ ասում է քննեցեք հոգիները, աստվածային պատվիրանների շնորհիվ ես պետք է քննեմ։ Ես պետք է քննեմ, այս մարդը բան արեց, շատ չար մարդ է, ինձ չի սիրում, մի վատնա ուզում, ես գիտեմ էդի։ Մեկ է գալիս է ինձ բարիալն եմ, ոնց ես, արի օգնում եմ մինչև անգամ, արի հրավիրեմ քեզի ռեստորան ուտենք խմենք, կամ նվերը հանեմ տալի։ Ես ես նայում եմ։ Հասկանում եք, եթե ես մի ամիտ եմ չքննեմ, կընկնեմ ծուղակը իրա։ Բայց ես քննում եմ ինքին վատնա ուզում, ես ինչ անեմ ինձ։ Չէ, շատ աշխարհի մարդիկ կան, որ քննում են հոգիները, ասում են, չար մարդ է, սի կեղծավոր հոգի է։ Ես հոգի քննում եմ, ինքը կեղծավորություն անեմ։ Ինքը իմ վատնա ուզում, բայց մի լավ բաներ անեմ։ Ես քննեցի վրաս, սրատակը մի բան կա, այն հայկական անեկդոտներ կա, որ ասում են, ես որտեղ ուզում ինձի գցի։ Քննում են։ Հասկանում եք, քննեք հոգիները։ Կանեք ես վերջիներ կարդամ, նորից էլի մի քիչ էլ կխորանանք դրա մեջ, շատ հետաքրքիր է որտեղ ամեն հավատացյալի պետք է որ քննի հոգի։ Հիսուսն ասում է, ես գիտեմ որտեղից եմ եկել, ուր եմ եթում։ Ես արդարությունից եմ ծնվել, արդարությունն եմ գործում, արդարության համար եմ եկել ու գիտեմ, որ արդարությունը կատարեցի, ուր եմ եթալու հոր մոտ։ Բայց դուք չգիտեք որտեղից եկաք, ուր եք եթում։ Որտեղից է սպանությունն արեցիք ու այդ սպանությունից հետո ուր ես եթալու, չգիտես դու։ Ինչի համար, որտեղ իմաստություն չունեին, որտեղ չէին կարող քննեին հոգիները եւ այլն։ Առակաց 14-15 Պարզամիտը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը քննում է իր քայլերը։ Հասկացեք, մենք պետք է խորագետ լինենք։ Խորագետ լինելու համար Աստծո խոստն է մեզ պետք, Աստծո հոգին է մեզ պետք, մեզ պետք է խոնարհություն։ Եթե ես չխոնարհվեմ,
Եթե ես խոնարհություն չունենամ, ես երբեք չեմ խոնարհվի, հասկացեք։ Ես կխոնարհվեմ այն դեպքում, երբ որ ինձ պետք է։ Երբ որ պետք չի, չեմ խոնարհվի։ Բայց պարզամիտները չեն քննում։ Իսկ Աստծո հոգին ամեն բան քննում է։ Ամեն բան քննում է։ Տեսեք, սիրելի քույրեր եւ եղբայրներ, չգիտեմ, մի քիչ խաչուբա խոսացինք, բարձրեղավ իմ ասածը թե չէ, բայց տեսեք, եթե դու նայում ես մի բանի հոգու, բոլորս էլ հոգիներ են։ Մի քիչ առաջ ասեցի, ամեն մարդու մեջ լիքը հոգիներ կա։ Լիքը հոգիներ կան մարդկանց մեջ։ Չարերը կործանվելու են մեր միջի այդ հոգիների, բարիները փրկվելու են ասել։ Ես քննում եմ, որն է չարը, որը բարի։ Ոնց եմ քննում, Աստծո պատվիրանների շնորհիվ։ Աստծո պատվիրանների շնորհիվ։ Եթե իմ մեջ մի հատ միտք կա գալի, արայինի շատ ունի, ես քիչ ունեմ։ Այդքան գողանա։ Հələ քանի քննեմ այդ հոգին իմ մեջ, այդ միտքը, այդ իմաստությունը, այդ հասկացողությունը որտեղից եկավ իմ մեջ։ Քննեցեք հոգիները։ Ու ես քննում եմ։ Նախանձությունից եկավ, Աստված ինձ այսքան է տվել, ասում եմ բավարարվել այսքանի մեջ, ես չեմ ցանկանում իրան։ Չէ, ուրեմն ես սխալ եմ անում։ Քննեցի, տեսա, որ իմ հոգին, որը ցանկանում է գողանա, սխալ է դա։ Ես քննեցի ու հասկացա, որ սխալ է։ Դրա համար Աստված ասում է, քննեք ձեր հոգիները, այն որ կեղծավորվար դու։ Ինչի համար կեղծավոր, հələ քննի։ Քննի տես որ կեղծավորությունը Աստծո առաջին հաճելի չի։ Աստվածային իմաստությունը, աստվածային պատվիրանները ինձ թույլ է տալի, որ ես քննեմ հոգիները։ Իմ միջի հոգիները, դիմացինի հոգիները քննելը մի քիչ դժվար է, մենք պետք է Հիսուս Քրիստոսի հասակը ունենանք, որ կարենանք քննել դիմացիներին։ Շատ բաների մեջ քննում ենք, բայց շատ բաների մեջ էլ կարող է սխալվել, չկարենանք քննել։ Բայց մեր մեջի հոգիներին, որտեղից եկավ ուր է եթալու, ինչի համար էսի ծնվեց, ինչի համար մահացավ, նու գործը միտքը մեր մեջ էլի, որ չարությունը իմ մեջ մահացավ։ Ես առաջ, ինչ ասեմ, բամբասող էի, դադուղ էի, հիմի չեմ բամբասում, չեմ դադը։ Բամբասանքն ու դադը մեռավ իմ մեջ։ Հասկացաք, ես հասկացա, քննեցի, տեսա, որ բամբասանքը վատ է։ Ես այսօր բամբասեցի Մելանից, մեկ էլ ինչ որ մեկի առաջ բամբասեցի ու այդ ինչ որ մեկը Մելանին հետ ասում Արկադիկը քո հետ երեք քեզից բամբասում էր, սես բաներ էր ասում։ Մենք դարձանք ճշտամի, ես քննեցի, տեսա, որ բամբասանքը սխալ է։ Ավելի լավ է ճակատին ասես ուղիղ մի խոսքը, քան թե հետևից բազում բաները։ Մի խոսքով, ամեն ինչ Աստվածաշունչն է սովորացնում, այս պրակտիկան էլ, որ մենք այս կյանքի մեջ ապրում ենք, այդ պրակտիկայի շնորհիվ էլ մենք սկսում ենք քննել հոգիները։ Ես կասեմ մի կարևոր, շատ կարևոր բան, որ այդ հոգիները մեր մեջ եկեք փնտրենք ու քննենք։ Աստվածն ասում է, չէ, ինչպես քննենք հոգիները, մեր մեջ քննենք։ Հələ տեսեք, այդ ինչ որ ես որոշեցի անեմ, այդ ինչ որ ես խոսացի, հոգի են այս բոլորը, հələ տենան բարի է, թե չար, քննա հələ։ Եթե քննում եմ, տենում եմ չարա, ուրեմն շատ լավ է դա, որ ես հասկացա, որ չարա, կանգնում եմ ընտրության առաջ։ Աստված ասում է, տեսար, որ չարա, դու էլ ես հասկանում։ Դե մի ընտրի այդ չարության մեջ մնաս, թե թողես այդ չարությունը։ Այս իրավիճակն է, սիրելի հարցնող, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Իսկ թվում ներողություն էս հարցնողը ուղղելա ուրիշի մասին, որ թե իր հոգին քննելու, այլ ուրիշին ոչ ճանաչի։ Դե դի մարմնավոր, մեր ասրա առաջի հաղորդման ժամանակ հիշեցինք, որ տեսանելիով մենք անտեսանելիներն ենք բանանում։ Չէ, հասկանում։ Հիմի ուրիշ հոգիներին ես ոնց կարամ քննեմ։ Ոնց կարամ ես ուրիշի հոգին քննեմ։ Մի հավատացեք, քննեցեք հոգիները։ Ամեն հոգի մի հավատացեք, այլ քննեք հոգիները։ Իրոք կա կեղծավորության հոգի։ Կամ մեկը խոսում է դու չգիտես։ Ուզում ես քննես։ Ես գալիս եմ, ասում եմ աղբեր ջան, ես տունդ առնում եմ։ Ինչ արժի $1 միլիոն։ Առնում եմ այդ տունդ։ Դե սա խողը մի ամիտ է, չէ՞ ուրախանում է, $1 միլիոն ասում, $1 միլիոնով առնում է։ Հələ քննա ես հոգի։ Քննելու համար դու իրան ասում ես զալոկ թող, փողը ցույց տու տենամ ինչ ստացվածք ունես, ու հանգարց որ քննես տենաս ինքը մի հատ քոլիկի մեջ ապրեմ, աղքատ, բանվորություն անեմ, հազիվ հասնա իր վաստակը։ Արդեն քննեցին հոգին տեսար որ սուտ ասում էդի։ Խափում է քեզ որ գցի ասում ստորագրա հեգուս փողը կբերեմ։ Դու քննում ես արդեն հոգին։ Մի ամիտ մարդ ասում ամեն ինչի կհավատա, բայց խորագետը քննում է հոգիները, նոր կարդացին։ Դրա համար քննելը, հա, քննելը, այսինքն մտածի, ամեն բանի մի հավատա ու գնա առաջ։ Այսքան է, էլի, այսքան է, հա։
կարևորը սիրելի հաստվող, դուք հասկացեք, որ հոգին իմաստությունն է, խոսքն է, որը բնակվում է մարդու մեջ, այդ հոգին քո մեջի հոգին դու քննա։ Նորից պամփասանքի տիպիկ լինի, որ օրինակներ տա ասեմ, էլի Եհովայի վկաներում մեր մեջ։ Հիմի տեսեք, խաչի խորհուրդը, Եհովայի վկաներն ասում են փայտից է կախված։ Փայտից են կախել Հիսուսին։ Հլարի քննեք, փայտից թե խաչից։ Լավ, վերջին հաշվով, թե փայտից թե խաչից ի՞նչ տարբերություն մահացավ, չէ՞ մեր համար մելա։ Որ նայեք ոչ մի տարբերություն, բայց երբ որ հոգևոր ենք նայում, մեծ տարբերություն կա։ Փայտի ցծի խորհուրդ չկա Աստվածաշնչի մեջ, իսկ խաչի խորհուրդ կա։ Խաչի խորհուրդը բարձրություն, խորություն, լայնություն, երկարությունն է։ Տեսեք, արդեն վատ է, ես քննեցի, որ տեսա չէ, հոգևոր ես ցծից երբեք չեմ հասկանա։ Խաչից է կախվել Հիսուսը։ Որովհետև ամեն խոսքը ես քննում եմ հոգևոր իմաստով եւ երկրավոր իմաստով։ Երկրավորը ժամանակավոր կորուստ է, երկնավորը հավիտենական է։ Ու լայնություն, երկարություն, որտեղից եկավ ուրա է։ Ես այս ամենը խաչի խորհուրդն է։ Այդ ամենը հասկանալով գնում եմ մահվան եղբորս համար, ոնց որ Հիսուսը մեր բոլորի համար։ Խաչով, խաչի հասկացողությունով գնաց մահվան։ Տեսեք, մեծ իմաստություն կա սրա մեջ, որը օգնում է մարդկանց դեպի բարին է տանում։ Իսկ եթե ցծից, հա, մարմնավոր թող ցծից, թող դանակով սպանածն են, լավ։ Դեպի հեշտ կապ չունի, բայց խաչի հոգևոր իմաստով խաչից, որ խաչել են, այդ շատ մեծ իմաստ ունի։ Ես քննում եմ, որ տենում եմ, չէ, ցծիցը սխալ է, սատանայի բանն է, վարդապետությունն է, հոգևոր իմաստով։ Իսկ խաչիցը աստվածային իմաստությունն է իսկական։ Այս մասին է խոսքը, որ ամեն բան քննեք, բարին ամուր բռնեք, քննեցեք հոգիները, որտեղ հոգիները տարբեր են։ Քննեցեք, մեկը բերի մատանին ցույց է տալի դեղին գույնի, ասում է, այսի ոսկի է։ Դու անծանոթ մարդ է, ճանապարհին շատ էժան ծախում է քեզ, բայց դու չքննես, տենաս ոսկի է, թե ոսկի չի։ Չտանես ոսկերի չի մոտ ստուգել չտաս, եթե չես հասկանում դու։ Եթե հասկանում ես, ավելի լավ, դու քննես, կտենաս ոսկի է, գումարը կտաս, եթե ոսկի չես վերցնի։ Նույնպես հոգիներն են, քննենք, եւ ամենակարևորը նորից եմ կրկնում, մեր հոգիները ավելի լավ է քննենք, ավելի ճիշտ է քննենք, որտեղ դուրսը ոնց է լինի մարդը իր չափով քննում է, բայց իր ներսի հոգիներին չի քննում։ Եղբորը ջան, հա աղբեր ջան, հա ես քեզի գիտես ինչքան եմ սիրեմ, հա ցավը տանեմ, բայց ներսով ատում այդ եղբորը ինքը։ Այդի դու քննա։ Այդի քննա այդ հոգիները, սիրելի քորից եւ եղբորը, սիրելի հաստվող։ Կարևորը էդի է, կարևորը հոգին է, մարմինը շատ չունի։ Ամեն։ Այսքան ամեն։ Աստված օրհնի ձեզ մնաք խաղաղության մեջ։ Ներողություն։